Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Ես խոսում եմ այն կարևոր բաների մասին, որոնց մասին Աստված խոսում է ձեր սրտի հետ և ցույց տալիս, թե ինչպես անեք կամ ասում է, որ չանեք։ Դրանք այն են, որոնցից պետք է կառչեք, որոնց պետք է նվիրվեք և որքան էլ ցավոտ լինի, պետք է անեք դրանք։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ բոլոր բնագավառներում։ Պողոսը շատ է խոսում Աստծո հանգստի մեջ մտնելու մասին և մենք մտնում ենք Աստծո հանգստի մեջ հավատալով։ Երբ հավատում եք Աստծուն, ձեր հոգսերը գցում եք նրա վրա և հավատում, որ նա հոգ կտանի ձեր խնդրի համար։ Դա նաև ներառում է անելը այն, ինչ նա կարող է ասել, որ անեք։ Ես խորապես հավատում եմ, որ մենք գործընկերներ ենք Աստծո հետ։ Մենք ունենք մեր մասը, նա ունի իր մասը։ Եփեսացիների 6-րդ գլխում կա մի փոքրիկ խոսք, որտեղ ասվում է. ամենը կատարելով, այն ինչ պահանջում է ճգնաժամը, հիմա պետք է հաստատ կանգնեք ձեր տեղում։ Բայց նախ անում եք այն, ինչ անում եք, ինչ կարող եք, ինչ պահանջում է ճգնաժամը։ Գիտեք, ես չեմ կարող աղոթել Աստծուն, որ մաքրի իմ տունը։ Ես չեմ կարող աղոթել, որ իմ տանը մթերք հայտնվի։ Ես կարող եմ աղոթել Աստծուն, որ ինձ գումար տա դրա համար։ Ես կարող եմ աղոթել Աստծուն, որ ինձ շնորհք և ուժ տա դա գնելու համար։ Բայց ես պետք է անեմ այն մասը, որ պահանջվում է ինձնից։ Շատերը չեն գիտակցում դա։ Նրանք ուզում են, որ Աստված անի այն, ինչ իրենք պետք է անեն, և փորձում են անել այն, ինչ միայն Աստված կարող է անել։ Մենք հակառակն ենք անում։ Ձեր կյանքում կան բաներ, որոնք չեք կարող լուծել և ոչինչ չեք կարող անել դրանց կապակցությամբ։ Դրանք այն բաներն են, որոնք պետք է հանձնեք Աստծուն և լիովին վստահեք նրան։ Այնուհետև կարող եք մտնել Աստծո հանգստի մեջ, բայց ահա թե ինչ է Պողոսն ասում Եբրայեցիների 4:1-ում. ուրեմն քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը դեռ կա և առաջարկվում է այսօր, վախենանք դրան չվստահելուց, որ ձեզնից որևէ մեկը չկարծի, թե ուշացել է և չի հասել դրան։ Այնուհետև 7-րդ խոսքում ասվում է. կրկին նա որոշակի նոր օր է հաստատում այսօր։ Եվ մեկ այլ հնարավորություն է տալիս այդ հանգիստը երաշխավորելու համար, Դավթով ասելով այնքան ժամանակներից հետո, ինչպես որ ասվեց. այսօր եթե նրա ձայնը լսեք և երբ լսեք այն, մի խստացրեք ձեր սրտերը։ Այսօր է ձեզ համար որոշում կայացնելու օրը։ Այսօր է այն օրը, որ որոշում պետք է կայացնեք, ավելի լրջորեն վերաբերվելու Աստծուն, քան երբևէ վերաբերվել եք։ Կարող եմ ինչ-որ բան ասել։ Պարզապես եկեղեցի գալը և ամեն շաբաթ նստարանի նստելը քեզ երկինք չեն տանի։ Մենք փրկված ենք միայն մեր հավատքը Հիսուս Քրիստոսին ուղղելով, բայց նա, ով ունի իսկական հավատք, նկատի ունեմ իսկապես վերստին ծնված է, չի կարող չփոխվել։ Առաջին Հովհաննեսի 3:9 Այնտեղ գրված է, որ երբ մենք վերստին ծնվում ենք, ընդունում ենք Քրիստոսի սերմը և չենք կարող մնալ նույնը։ Որովհետև բառացիորեն Քրիստոսը բնակվում է մեր մեջ։ Երբևէ նկատել եք, որ այն պահին, երբ վերստին ծնվում եք, սկսվում է մի նոր պատերազմ, որի մասին երբեք չեք իմացել։ Այն ամենը, ինչ ձեզ անհանգստացնում է հիմա, նախկինում բոլորովին չէր անհանգստացրել։ Դա Սուրբ Հոգին է, որ աշխատում է ձեզ հետ, բայց նա անում է դա ձեր օգտին, և որքան արագ հնազանդվեք, այնքան կբարելավի ձեր կյանքը։ Նկատի ունեմ իսկապես, ինչ է մարդը ցանկանում արդարությունից, խաղաղությունից և ուրախությունից բացի։ Հռոմեացիների 14:17-ն ասում է. Աստծո թագավորությունը ուտելիք և խմելիք չէ, այն նյութական բաների մասին չէ, այն մասին չէ, որ Աստված բավարարի ձեր ցանկությունների ցանկը, այն արդարության մասին է, Աստծո հետ արդարացի փոխհարաբերություն ունենալու մասին է, և մենք ստանում ենք դա Քրիստոսի հանդեպ մեր հավատքի միջոցով։ Մենք արդար ենք դառնում Աստծո առջև, երբ ընդունում ենք Հիսուսին որպես մեր փրկչի։ Դա ամենահրաշալի բանն է աշխարհում, և խաղաղություն, և ուրախություն։ Ահա թե ինչ է թագավորությունը։ Այսպիսով շատ տարիներ առաջ ես ունեի աղոթքի ցանկ, որտեղ նշել էի 50 բան, որոնք խնդրում էի, որ Աստված տար ինձ, անհեթեթ բաներ, որոնց կարիքն այլևս չունեի։ Մուշտակ, այս բանը, այն բանը և այլն։
Այն ժամանակ մուշտակները շատ տարածված էին, հիմա այդպես չէ։ Բայց ես մտածում էի, «Ո Աստված, տուր ինձ մուշտակ»։ Ես չգիտեի, թե ինչ խղճալի վիճակում էի։ Եվ մի անգամ Աստված մարտահրավեր նետեց ինձ, նա ասաց. «Համեմատիր քո աղոթքները Պողոս առաքյալի աղոթքների հետ»։ Ես ուսումնասիրեցի Պողոսի բոլոր աղոթքները, գիտեք, Պողոսը երբեք չի աղոթել որևէ նյութական բանի համար, ոչ իր, ոչ էլ եկեղեցու համար, նա երբեք չի աղոթել, որ իրենց խնդիրները վերանան։ Նա աղոթում էր այսպես, որ նրանք կարողանան լավ տրամադրությամբ համբերել այն ամենին, ինչին կհանդիպեն։ Ինչ կլիներ, եթե գայիք ինձ մոտ աղոթքի և ասեիք, ես ունեմ այս խնդիրը, Ջոյս, և ուզում եմ, որ աղոթեք ինձ համար։ Եվ ես սկսեի աղոթել, «Ո Աստված, խնդրում եմ օգնիր նրան, որ դիմակայի այս խնդրին և մնա համբերատար և ուրախ»։ Դուք կասեիք, «Ես չեմ ուզում այդ աղոթքը, ես ուզում եմ, որ աղոթեք, որ այդ խնդիրը վերանա»։ Տեսնում եք, թե ինչպիսին ենք մենք։ Գիտեք, ես առաջ կգնամ և կասեմ. Գուցե ձեզ դուր չգա, բայց գիտեք, այն բաները, որոնց միջով անցնում ենք, և որոնք մեզ ցավ են պատճառում, իրականում լավագույն բաներն են մեր կյանքում։ Մեկ անգամ ես կարդացի մի բան, որը բացարձակ ճշմարտություն է, այն ամենը, ինչը հիմա կարծում ես, թե քո մեծագույն թշնամին է, մի օր կգիտակցես, որ քո մեծագույն բարեկամն է, որովհետև դա է քեզ ստիպել փոխվելու։ Եվ մի պայքարիր այն ցավի դեմ, որը զգում ես քո ներսում, երբ Աստված փոխում է քեզ։ Մտիր Աստծո հանգստի մեջ, դա նման է կնոջ ծննդաբերությանը։ Ինչ են ասում, շնչիր, հանգստացիր, հրիր։ Մտածելու տեղիք է տալիս, հրիր, քեզ թվում է, թե աղիքները դուրս են գալիս։ Ես սիրում եմ, երբ զույգերը, հատկապես տղամարդիկ, ասում են, մենք հղի ենք։ Մենք երեխա ենք ունենում, ոչ, դու երեխա չես ունենում։ Դու երեխայի ես սպասում, բայց դու չես ծնում նրան։ Այսօր մի գեղեցիկ բան լսեցի։ Միայն թե կարողանամ ճիշտ արտահայտել այն։ Սա մի բան է, որ ցանկանում եմ ասել տղամարդկանց, տղամարդիկ, սա կարևոր է, ուզում եմ, որ հասկանաք։ Սա հատուկ ձեզ համար է և իսկապես կօգնի ձեր կյանքում։ Երբ ամուսնանում եք, սկսում եք նոր հարաբերություններ։ Եվ հարաբերությունների մեջ շատ խոսակցություններ են լինում։ Բազմաթիվ գաղափարներ են հնչում և բազմաթիվ կարծիքներ են արտահայտվում։ Միայն մեկ մարդ կարող է ճիշտ լինել, և այդ մարդը կոչվում է ամուսին։ Ես գիտեի, թե ամուսնացել եմ պարոն ճշտի հետ, ես պարզապես չգիտեի, որ նրա անունը միշտ այդպես է եղել։ Դուք կփորձեք հիշել սա, որպեսզի գնաք և մեկ ուրիշին պատմեք, այնպես չէ։ Այսօր ես հավատում եմ, որ այստեղ կա օծություն որոշումներ կայացնելու համար։ Ես չեմ ուզում, որ դու պարզապես ասես, «Օ, Ջոյսը լավ քարոզ քարոզեց»։ Այնուհետև, երբ վաղն ինչ-որ մեկն ասի, «Ինչի մասին էր Ջոյսը քարոզում», սկսես կմկմալ։ Ոչ, դու պետք է ասես, հետաձգման խաբեությունը։ Նա սովորեցնում էր հետաձգման խաբեության և այն մասին, թե որքան վտանգավոր է այն, հատկապես, երբ հետաձգում ես այն բաները, որոնք Աստված ասում է, որ անես։ Կամ այն բաները, որոնք նա ասում է, որ դադարես անելուց, մյուս բոլոր բաները քեզնից են կախված։ Պահարանը մաքրելը կամ չմաքրելը քո գործն է։ Եթե դա անհանգստացնում է քեզ, ուրեմն պետք է անես դա և վերջացնես։ Բայց ես խոսում եմ այն կարևոր բաների մասին, որոնք Աստված դնում է քո սրտում և ցույց տալիս, թե ինչպես անես կամ ասում է, որ չանես։ Դրանք այն բաներն են, որոնցից պետք է կառչես, որոնց պետք է նվիրվես, և որքան էլ ցավոտ լինի, պետք է անես։ Ինչ որ մեկը թող ասի ամեն։
Գիտեք թե ինչ ենք մենք անում, գիտեք թե ինչու չենք անում այդ բաները, մենք արդարանում ենք և մեղադրում ուրիշներին։ Մենք արդարացումներ ենք գտնում մեր գործերի համար և դրանց համար մեղադրում ուրիշներին, իրականում մենք հարմարվում ենք գործերին։ Դրանք շարունակ եղել են մեր կողքին, որ այլևս չենք զգում դրանց հոտը։ Ժամանակ առ ժամանակ գարշահոտությունն այնքան է ուժեղանում, որ սենյակային հոտազերծիչ ենք օգտագործում, բայց գիտեք, դրանցից ազատվելը բոլորովին այլ բան է։ Գուցե դուք եք հրավիրել գործերին։ Չգիտեմ։ Գուցե այս երեկո գնալու եք տուն և գործի հետ եք քնելու։ Հիմա, եթե դա քո ամուսինն է, ես նրան գործ չեմ անվանի։ Բայց կարող եմ ասել, որ եթե ապօրինի հարաբերության մեջ ես ինչ-որ մեկի հետ, հուսով եմ, որ այս երեկո նա կկրկռա և դուք ասես ժամանակն է գնալու։ Ես նկատի չունեմ այնպես կրկռա, կարծես վերջին շունչն է փչում։ Կուզեի, որ կարողանայի ցույց տալ, թե ինչպես է գործը կրկռում։ Բայց թերևս չեմ կարող, թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը շահագործի ձեզ։ Գիտեք, երբեմն մենք շրջապատված ենք հիմար բաներով, որոնց այնքան ենք հարմարվում, որ այլևս չենք գիտակցում դրանց գոյության մասին։ Մեր կյանքում կան վարքի ձևեր, որոնք չափազանց տհաճ են, սակայն մենք սովորում ենք նման վարքագծին։ Եվ չկա մեկը, որ հակադրվի մեզ, մարդիկ պարզապես հանդուրժում են դա։ Գիտեք, մի ժամանակ ես հարաբերությունների մեջ էի մեկի հետ, ում մոտ աշխատում էի, և նա իրականում վերահսկող անձնավորություն էր։ Իսկ ես չէի ցանկանում կորցնել պաշտոնս։ Ես մտել էի այդ ոգու վերահսկողության տակ և դեռևս կրում էի այն ցավը, որ ստացել էի հորիցս, որը նույնպես շահագործող էր և վերահսկող։ Անցան տարիներ և ես հասկացա, որ ինձ վերահսկում են ու զայրացա այդ անձնավորության վրա։ Գիտեք ինչ ասաց Աստված, նա ասաց, դա նույնքան քո մեղքն է, որքան նրա, որովհետև դու թույլ ես տվել, որ նա վարվի այդպես։ Մենք ցանկանում ենք ամեն ինչի համար մեղադրել ուրիշներին, բայց երկու կողմն էլ ունի պատասխանատվություն։ Ամեն բան երկու կողմ ունի։ Հովհաննեսի 5-րդ գլխում տեսնում ենք մի մարդու, որը 38 տարի պառկել էր ավազանի մոտ սպասելով հրաշքի։ Տարին մեկ անգամ մի հրեշտակ գալիս էր և խառնում ավազանի ջուրը, այն կոչվում էր Բեթհեզդայի ավազան։ Եվ ով որ առաջինն էր մտնում ջուրը, բժշկվում էր։ Ավազանի շուրջը պառկած մարդկանցից միայն մեկն էր բժշկվում։ Ուստի երբ Հիսուսը եկավ, այնտեղ բազմաթիվ հիվանդներ էին պառկած։ Եվ 5-րդ խոսքում ասվում է, և այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի տառապում էր խոր արմատացած և երկարատև հիվանդությունից։ Մենք չգիտենք, թե ինչ հիվանդություն էր դա, բայց ակնհայտորեն նա չէր կարողանում հեշտությամբ տեղաշարժվել, քանի որ այնտեղ պառկած էր արդեն 38 տարի։ 6-րդ խոսքում ասվում է, երբ որ Հիսուսը նրան պառկած, անօգնական տեսավ, մենք գիտենք, թե որքան սրտացավ էր Հիսուսը։ Դուք պետք է հասկանաք այս պատմության բուն իմաստը։ Հիսուսը տեսավ նրան անօգնական և իմանալով, որ երկար ժամանակ է եղել այդ վիճակում, նրան ասաց. «Կամենում ես առողջ լինել»։ Իսկապես լուրջ ես տրամադրված առողջանալուն։ Այսօր ես կցանկանայի ասել քեզ, ես կասկածում եմ, որ այստեղ կա մեկը, որ ավելի մեծ խառնաշփոթի մեջ է եղել իր կյանքում, քան ես, երբ սկսեցի քայլել Աստծո հետ։ Շուրջ 15 տարի հայրս սեռական բռնության է ենթարկել ինձ։ Ես 18 տարեկան էի, մտածում էի, որ երբ հեռանամ տնից, հեռանամ նրանից, կազատվեմ իմ խնդրից։ Ես չէի գիտակցում, որ խնդիրը կրում է ինձ հետ, այն իմ ներսում էր։ Դուք կարող եք հեռանալ ինչ-որ բանից, բայց եթե դրա հետևանքները դեռ ձեր մեջ են, ուրեմն դուք բժշկության կարիք ունեք, և միայն Աստված կարող է բժշկել ձեզ։ Միայն նա կարող է թափանցել ձեր ներսը և բժշկել այն ցավերը, որոնց մասին նույնիսկ չգիտեք, թե ինչպես խոսեք։ Ուզում եմ, որ այս երեկո լսեք ինձ, հավատաք ինձ և վերջ տաք հետաձգելու սովորությանը, սկսեք ոչ թե պարզապես գնալ եկեղեցի ու հավատալ, որ ձեր անունը գրված է գառան կյանքի գրքում, և Հիսուսը նորից գալիս է,
այլ սկսեք իսկապես քայլել Սուրբ Հոգու հետ եւ առաջնորդվել Սուրբ Հոգով։ Լսեք, թե ինչ է նա ասում։ Ժամանակ անցկացնեք աղոթքի մեջ։ Չկազմեք ձեր սեփական ծրագրերը, չծրագրեք, այնուհետև չաղոթեք, որ Աստված իրագործի ձեր ծրագրերը, այլ աղոթեք, այնուհետև ծրագրեք այն բանից հետո, երբ Աստված ուղղորդի եւ առաջնորդի ձեզ, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Տերունական հզոր աղոթքի մի մասը քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Քո թագավորությունը գա։ Մենք պետք է մտահոգված լինենք ավելի շատ Աստծո թագավորության, քան մեր անձնական հարցերով։ Եվ թագավորության համար ընդհանուր մտահոգությունը բավարար չէ։ Աշխարհում մարդիկ գնում են դժոխք։ Եվ մենք պետք է զբաղված լինենք լույսերը վառելով։ Ցանկացած անձնավորություն, ինչպիսի խառնաշփոթի մեջ էլ նրա կյանքը լինի, եթե սկսի վարվել Աստծո ճանապարհներով, որոշ ժամանակ անց նրա կյանքը կփոխվի։ Դա տեղի չի ունենա մեկ գիշերում, բայց հավանաբար կպահանջվի ավելի շատ ժամանակ, քան դուք կցանկանայիք։ Բայց Աստված կբժշկի ձեր կյանքը, նա կբժշկի ձեր շունչը, կբժշկի ձեր միտքը, ձեր զգացմունքները, եւ դուք կարող եք լինել խաղաղ, ուրախ եւ երջանիկ։ Ինչ է ուզում մարդը, բացի երջանիկ լինելուց։ Իրականում մեծ տուն, նոր մեքենա կամ աշխատանքի մեջ առաջ խաղացում չէ, որ դուք ցանկանում եք։ Դուք ցանկանում եք լինել երջանիկ։ Դուք ուզում եք հավատալ, որ ունեք ճիշտ փոխհարաբերություն Աստծո հետ, որ նա սիրում է ձեզ, Աստված սիրում է ձեզ։ Այսպիսով այս մարդը պառկած էր այնտեղ եւ Հիսուսն ասաց. Իսկապես կամենում ես առողջ լինել, այս երեկո ես կբարձրաձայնեմ, դա իսկապես ուզում ես առողջանալ։ Եթե ուզում ես եւ լրջորեն ես տրամադրված, ես խոստանում եմ, որ եթե հետևես Աստծուն եւ վարվես նրա ճանապարհներով, կգա այն օրը, երբ կկարողանաս ասել. Աստված վերցրեց ամենը եւ պտտեց դեպի բարին ինձ համար։ Ամեն։ Այժմ ինչն է հետաքրքիր 7-րդ խոսքում։ Հիվանդը պատասխանեց նրան. Տեր, ահա սկսվում են պատճառաբանությունները։ Մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցի եւ մինչեւ որ գալիս եմ, ուրիշն ինձնից առաջ է իջնում։ Ինչ է նա ասում։ Ես պառկած եմ այստեղ 38 տարի։ Եվ ոչ ոք երբեք չի եկել ու չի մտցրել ինձ ավազանը։ Եվ եթե նույնիսկ փորձում եմ, մեկ ուրիշը ինձնից առաջ է անցնում, ես չգիտեմ ձեր մասին, բայց ես մի փոքր հարցակողական եմ։ 38 տարում ես կարող էի ճոճվելով առաջ շարժվել։ 38 տարի անգամ 365 օր, դա շատ ժամանակ է տեղաշարժվելու համար։ Ես կարող էի ճոճվելով շարժվել եւ հասնել այդ ավազանի եզրին։ Հենց առաջին պղպջակը հայտնվեր, ես կընկնեի ջուրը։ Բայց նա պառկած էր այնտեղ եւ սպասում էր, որ ինչ որ մեկը գործեր իր փոխարեն եւ խղճում էր իրեն իր վիճակի համար։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց. Իսկապես կամենում ես առողջանալ։ Արդյոք լրջորեն ես տրամադրված առողջանալուն։ Հիմա նայեք մեկ այլ մարդու, որը բոլորովին այլ հոգի ուներ։ Կարճահասակ մարդ, անունը Զաքեոս։ Ղուկասի 19:1-6 խոսքեր։ Եվ մտած Երիքովի միջով անցնում էր, եւ ահա մի մարդ անունը Զաքեոս, որ մաքսապետ էր եւ ինքը հարուստ էր։ Մաքսավորները ամենից ատելի մարդիկ էին եւ նա հարուստ էր, որովհետեւ գողանում էր մարդկանց փողերը։ Հռոմեական կառավարությունը պահանջում էր, որ մաքսավորները հավաքեին որոշակի քանակությամբ հարկ, այնուհետև նրանք ազատ էին ավելացնելու այնքան, որքան ցանկանում էին։ Ահա թե ինչու թեև նրանք հրեաներ էին, ժողովուրդն ատում էր նրանց, որովհետև նրանք գողանում էին մարդկանց փողերը։ Այսպիսով նա մաքսավոր էր եւ հարստացել էր ուրիշներին շահագործելով։ Եվ ուզում էր Հիսուսին տեսնել, թե ով է, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև հասակով կարճ էր։ Եկեք ասենք, որ նա մի թերություն ուներ, չգիտեմ, թե որքան կարճահասակ էր, ենթադրենք նա 148 սանտիմետրերով գիտի։ Նա չէր կարողանում տեսնել, նա ուզում էր տեսնել Հիսուսին։ Ես ուզում եմ տեսնել Հիսուսին։ Եվ չէր կարողանում տեսնել ամբոխի պատճառով, ուստի նա գնաց եւ բարձրացավ ծառը։ Գիտեք, շատերը չէին անհանգստանա։
Նրանք պարզապես կասեին. «Օ, ես կարճահասակ եմ։ Ամբողջ կյանքում այդպես եմ եղել, ես այնքան բան եմ բաց թողել կարճահասակ լինելու պատճառով։ Եթե բարձրահասակ լինեի, կկարողանայի տեսնել Հիսուսին»։ Եվ երբ Հիսուսն անցնում էր այդ ծառի մոտով, Աստվածաշունչն ասում է, որ նա վեր նայեց և տեսավ Զաքեոսին և ասաց. «Իջիր այստեղ, այսօր քո տուն եմ գալու»։ Ինչու Զաքեոսը չկանչեց Հիսուսին։ Նա պարզապես ծառի վրա էր և դիտում էր, բայց երբ Հիսուսը հասավ այնտեղ, կարծում եմ, նա հոգում ինչ-որ բան զգաց, որն իրեն դուր եկավ։ Նա զգաց վճռականություն և այսպիսի որոշում. «Ես անտեսված չեմ մնալու»։ Կարող եք պատկերացնել, թե որքան զայրացան փարիսեցիները, երբ Հիսուսը գնաց մաքսավորի տուն և ճաշեց նրա հետ։ Միթե պատրաստվում եք ևս մեկ գիշեր անցկացնել այդ գորտերի հետ։ Ինչպես հաշմանդամը, որ 38 տարի անցկացրեց ավազանի մոտ, թե պատրաստվում եք բարձրանալ ծառը։ Ամեն։ Որն է լինելու ձեր ընտրությունը։ Դուք փոսի մեջ եք և չգիտեք, թե ինչպես դուրս գալ։ Թույլ տվեք ավարտել մի փոքրիկ պատմությամբ։ Կար մի հողագործ, որի էշը ընկել էր ջրհորը։ Կենդանին ճչում էր, խղճալի ճիչեր էր արձակում։ Ժամեր շարունակ հողագործը փորձում էր հասկանալ, թե ինչպես է էշին հանելու ջրհորից։ Վերջապես նա որոշեց՝ նա ծեր է, և ես չեմ կարծում, որ արժե նրան հանել, ուստի կկանչեմ մի քանի հարևանի, նրա վրա հող կլցնենք, կծածկենք հողով և կթողնենք, որ սատկի։ Նա կանչեց հարևաններին, նրանք հող լցրին ջրհորի մեջ, իսկ կենդանին խղճալի ճիչեր էր արձակում։ Շուտով նա լռեց, և նրանք զարմացան։ Շարունակեցին մի փոքր էլ հող լցնել և այլևս ոչ մի ձայն չլսեցին։ Նրանք ներքև նայեցին և ինչ տեսան։ Ամեն անգամ, երբ բահով հող էին լցրել, էշն իր վրայից հողը թափ էր տվել և կանգնել վրան։ Նրանք այնքան շատ հող էին լցրել նրա վրա, որ հողը հասել էր ջրհորի եզրին։ Էշը կարողացավ դուրս գալ և հեռանալ։ Այնպես որ դուք ունեք ընտրություն, դուք կարող եք թափ տալ ձեր վրայի հողը։ Իրականում թող այն դառնա առավելություն ձեզ համար, որը կօգնի հասնելու այնտեղ, որտեղ ուզում եք լինել։ Կամ էլ կարող եք պարզապես մնալ ջրհորի մեջ և շարունակել լաց լինել, զայրանալով բոլորի վրա, որովհետև ոչ ոք չի գալիս և չի գործում ձեր փոխարեն։ Հայր, ես աղոթում եմ Հիսուսի անունով, որ այս երեկո նրանք, ովքեր չեն ընդունել քեզ, որոշում կայացնեն, որ այսօր իրենց օրն է դա անելու համար։ Եվ նրանք, ովքեր իսկապես լիովին չեն հնազանդվել քեզ, այսօր հնազանդվեն, և երբ նրանք բացեն իրենց կյանքի բոլոր սենյակները, լցրու դրանք քո Սուրբ Հոգու զորությամբ։ Մենք քո կարիքն ունենք, Սուրբ Հոգի։ Մենք քո կարիքն ունենք և աղոթում եմ, որ մարդիկ որոշումներ կայացնեն այն բաների վերաբերյալ, որոնց մասին խոսել ես նրանց հետ, բայց նրանք աչքաթող են արել։ Թող նրանք սկսեն հնազանդվել քեզ։ Խնդրում եմ այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։